Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր հունիսի 22-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Բաքվում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության նստաշրջանը։ Ադրբեջանի եւ Հորդանանի միջև հարաբերությունները կառուցված են բարեկամության եւ եղբայրության հիմքի վրա։ Հայաստանի սահմանադրական դատարանը կքննարկի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայցերը։ Հունիսի 22-ին կայացել է Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի պաշտոնական դիմավորման արարողությունը, ով պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Երկու երկրների պետական դրոշները ծածանվող հրապարակում Թուրքմենստանի նախագահի պատվին պատվո-պահակախումբ էր կանգնեցվել։ Հնչել են Թուրքմենստանի եւ Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգերը։ Զինվորական քայլերքի հնչյունների ներքո պատվո-պահակախումբ մնացել է Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների Իլհամ Ալիևի եւ Սարդար Բերդիմուհամեդովի առջևից։ Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի դեմ արդեմ այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ տեղի ունեցել Դոսլուխ նավթատար նավի առցանց ձևաչափով նվիրման արարողությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ կայացել է Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջև ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողությունը։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը եւ Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հորդանանի Հաշիմինյան թագավորության ներկայացուցիչների պալատի խոսնակ Մազեն Թորքի Սաուդ Ալ-Քադիի գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ Ադրբեջանի եւ Հորդանանի միջև հարաբերությունները կառուցված են բարեկամության եւ եղբայրության հիմքի վրա, պետության ղեկավարը ընդգծել է, որ մեր երկրները միշտ ցուցաբերում են փոխադարձ աջակցություն եւ վստահություն է հայտնել քաղաքական, տնտեսական, մարդասիրական, միջխորհրդարանական եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հարցում։ Անդրադառնալով Բաքվում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին, Մազեն Թորքի Սաուդ Ալ-Քադիի մասնակցության կարևորությանը, նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև լայն հնարավորություններ կստեղծի երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հեռանկարները քննարկելու համար։ Նշելով, որ Բաքուն միշտ ուշադրություն է դարձնում Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև արաբական եւ իսլամական աշխարհին հուզող հարցերին եւ մշտապես աջակցում է իսլամական համերաշխությանը, Մազեն Թորքի Սաուդ Ալ-Քադին ասել է, որ Պակիստանի հարցում Ադրբեջանի միանշանակ եւ արդարացի դիրքորոշումը բարձր է գնահատվում։ Այսօր Բաքվում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին, որի մասնակցում են ավելի քան 40 երկրների խորհրդարանական պատվիրակություններ, ավելի քան 10 երկրներից խոսնակներ եւ 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կքննարկվի կայուն եւ ներառական տնտեսական զարգացման խթանումը ԻՀԿ անդամ պետություններում խորհրդարանական համագործակցության միջոցով թեման։ Ակնկալվում է ավելի քան 400 պատվիրակի մասնակցություն։ Միջոցառման շրջանակներում կանցկացվի կազմակերպության գլխավոր կոմիտեի, գործադիր կոմիտեի, գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների կոմիտեների, տնտեսական հարցերի եւ շրջակա միջավայրի կոմիտեի, իրավական եւ մշակութային հարցերի կոմիտեի, քաղաքակրթությունների եւ կրոնների երկխոսության, մարդու իրավունքների, կանանց եւ ընտանիքի հարցերի եւ այլ կազմակերպչական մարմինների նիստեր։ Նիստի ընթացքում նաեւ կքննարկվեն օրակարգային փաստաթղթերը։ Նստաշրջանը կավարտվի հունիսի 25-ին։ Հունիսի 26-ին Հայաստանի սահմանադրական դատարանը կքննարկի 7 կուսակցությունների եւ դաշինքների հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու վերաբերյալ հայցերը։
այս մասին հաղորդվում է դատարանի Facebook-յան էջում։ Տեղեկությունների համաձայն ուժեղ Հայաստան դաշինքը, Միասնության թևեր կուսակցությունը, Ժողովրդավարություն, Իրավունք, Կարգապահություն կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը, Հայաստան դաշինքը եւ Նոր ուժ կուսակցությունը մտադիր են բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Քանի որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ դրանք միավորվել են եւ կքննվեն նույն դատական նիստում հունիսի 26-ին։ Ադրբեջանը Հայաստանի ուղարկել 1000 տոննա ընդհանուր ծավալով դիզելային վառելիքի 17 երկաթուղային վագոն։ Բացի այդ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ Հայաստանի ուղարկվել 1260 տոննա ընդհանուր քաշով հացահատիկի 18 երկաթուղային վագոն։ Հիշեցնենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստանի արտահանվել ավելի քան 13000 տոննա դիզելային վառելիքի եւ ավելի քան 4000 տոննա AI-92 եւ AI-95 բենզին։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ Հայաստանի տեղափոխվել նաեւ ավելի քան 32000 տոննա հացահատիկ, 7000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն եւ 414 տոննա անտրացիտ։ Ադրբեջանցի բռնցքամարտիկ Սայիդ Ջամշիդ Ջաֆարովը դարձել է Չինաստանի Գույան քաղաքում անցկացված աշխարհի գավաթի աղթող։ 75 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ջաֆարովը եզրափակչում հանդիպել է բուլղարացի Ռամի Քիվանի հետ եւ վստահ հաղթանակ է տարել 5-0 հաշվով, դառնալով մրցաշարի հաղթող։ Այսպիսով Ադրբեջանի հավաքականը 1 ոսկի, 2 բրոնզե մեդալներով ավարտել է տարվա 2-րդ վարկանիշային մրցաշարը, որի մասնակցում էին 40 երկրների 300 մարզիկներ։ Ավելի վաղ բրոնզե մեդալներ են նվաճել Մուրադ Ալլահվերդիևը եւ Ալֆոնսո Դոմինգեսը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդանական ընտրությունները բուրըն քննարկումների թեմա են դարձել հասարակության շրջանում։ Մինչ որոշ ընդդիմադիր շրջանակներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել եւ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, տեղի լրագրողների զրույցում քաղաքացիների զգալի մասը նշել է, որ իրեն ձայնը տվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին, հավատալով, որ այն կշարունակի խաղաղության եւ զարգացման ուղին։ Նրանց կարծիքով որևէ քաղաքական ուժ չի կարողանա վարչապետի դեմ հեղափոխություն անել։ Չկա։ Ես 100%-անոց վստահ եմ չկա։ Եթե նման ուժ ուներ, մենք այդ ուժին կընտրեինք որպես երկրի ղեկավար։ Որտեվ Փաշինյանից եկող մի մարդ չենք տենում։ Դրանից առավել ուրիշ մարդ չկա։ Որտեվ մենակ ինքն է։ Թե չմնացած են իրեք գլխանի դևերը, երբեք ստեղ խաղ չեն։ Այդքան բան կասեմ։ Թողեք հանգիստ ապրենք, ուրիշ բան չենք ուզում։ Կաշառված մարդիկ գտել են ապրելու ձևը, իրականում բողոք չունեն։ Շատ մարդկանց են հետ խոսակ չունեն վարել, բայց նման բողոքավորներ չկան։ Իսկ այն որ կան աբիժդիկներն են, կաշառակերներն են, կաշառ վերստողներն են։ Դրանցից էլ Հայաստանը, որ միջև մնացել է այս չափի, այդ նման մարդկանց երեսից է եղել, որ հանուն ֆինանսի ծախել են Հայաստանը, կերել են Հայաստանը, ու նույնը մի են ուզում անել, բայց ցավոք չստացի։ Քաղաքացիները մեկնաբանել են նաև վերջին օրերին կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ընդդիմադիր ուժերին իր շուրջ համախմբելու փորձերը։ Հարցվածների զգալի մասը նշել է, որ նրան չի հաջողվել հասնել իր նպատակին, քանի որ հասարակությունը չի ցանկանում վերադառնալ քաղաքական ցնցումների եւ առճակատումների ժամանակաշրջան։ Вообще չեմ ուզում Կարապետյանին։ Ոչ մի դեպքում ինքը ոչ մի բան չաշխատի։ Մինչև հիմա որտեղ է, թող գնա էլի իր մոտ տեղը։
մեզ օգնել է մի բանով։ Սամվել Կարապետյանը անում է մի տվեք, էլի։ Նա вообще իրավունքներ ընդհանրապես իրավունքներ դրությանը մասնակցել։ Ես կողմեմ ով որ կաշառքով անտրվի։ Դրանց բոլորին պետք է չթողան մտպալի դուրը մտնեն, ազգային ժողով մտնեն։ Ոչ որ կաշառք տվել։ Յա 99% իրանց ընտրողների որ կաշառք են տվել։ Այդքան որ բռնել են, դադել են, դադում են, այդքան որ բռնում են, ումն են բռնում, ինձ են բռնում։ Քեզ են բռնում։ Կաշառք տվողներին ու կաշառք վերցնում են։ Իսկ դրանք կաշառքով իրավունք չունեն ազգային ժողով մտնել։ Քոչարյանին ծելեմ արդեն ուզում են նստացնել այդի պրազնիկա պետք է նշենք բարով խերով հասցնեն տեղ իրականությունն է Ճիշտն ասած ես այնտեղ ընդդիմություն չեմ տեսնում անկեղծ որ խոսեմ բոլորը եթե հայրենիքին պետությանը դեմ են այնտեղ ընդդիմությունը պիտի առողջ ընդդիմություն լինի որ կանգնի իշխանության կողքին ու այն որ առաջ գնա ընդդիմությունը Ես ընդհանրապես ցանկություն չունեմ այդ ընդդիմության մասին խոսալու։ Թողեն մենք խաղաղ ապրենք։ Դրանք ընդդիմություն չեն, բալիկ ջան, դրանք եկել են այս երկիրը քանդելու։ Այս երկիրը ունի լավ իշխանություն ու կառուցում է իր երկիրը։ Թույլ տան ժողովուրդը մի քիչ հանգիստ ապրի։ Ընդդիմությունը խանգարում է մեզ, թույլ չի տալի, որ առողջ ու հանգիստ ապրի։ Հասարակության շրջանում անցկացված հարցումների համաձայն քաղաքացիների զգալի մասը կտրականապես դեմ է կորուստների եւ քաղաքական ցնցումների հետ ասոցացվող պատերազմի եռագլուխ ուժերի իշխանության գալուն։ Քաղաքացիները իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընդգծելով, որ Հայաստանի ապագան տեսնում են հարևանների հետ խաղ համակեցության եւ ներքին կայունության պայմաններում։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։